Մենք չենք պատրաստում ընդհանուր ամբողջ գործարանով 130 հոգի մենք բոլորս մնացել ենք առանց աշխատանք ու չենք պատրաստում ստեղծված իրավիճակին հետնահանջ անել ու մտածել, որ կառավարությունը այս պահին 15,000 աշխատողի առանց աշխատանք է թողել ու անօրինական կերպով մեր գործարանը պլոմբել են, արդեն 9-րդ օրն է, ես 4 տարի է այստեղ աշխատում եմ։ Բացման օրվանից ես իմ գործարանից շատ գոհ եմ։ Ինձ շատ հարմար է, ես իմ ընտանիքին պահում եմ, իմ երեխեքին պահում եմ, ես շատ գոհ եմ իմ գործարանից։ Այսօր ես ինչի պիտի իմ աշխատողների հետ, իմ կոլեկտիվի հետ մենք դրսում մնանք։ Մենք իրանցից ոչ ողորմություն ենք խնդրում, ոչ էլ եկել ենք ստեղ, որ խնդրենք, աղաչենք մեր գործարանը բացեն։ Կա օրինական օրենքով որոշված կարգ ու կանոն։ Ստուգեցին, թող պարտավորված լինեն բացեն, այս ստուգման ընթացքում մենք համ կաշխատենք, համ էլ մնացած մեր գործերը կկարողանանք կազմակերպենք։ Այդ կառավարությունը, որ 15,000 ընտանիքի թողել է այսօր առանց գործ, մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է կատարում, սելֆիներ անում, չի մտածում, որ 15,000 աշխատակից մնացել են դրսում։ Մեր մասին ով պիտի մտածի, ես 15,000 հոգին դուրս գան երկրից, գնան ամեն մի ուղղությամբ, զզված այս երկրից, էդ են ուզում մեզանից։ Արդեն հոգնել ենք այս կառավարությունից, ինչի մենակ պարոն Ծառուկյանն էր հարուստ, այս երկրում։ Լիքը հարուստ մարդիկ կան, ինչի չեն ընկնում իրանց հետևից, այդ հարուստ մարդիկ այս երկրում մի հատ քարի վրա չեն դրել։ Թող մեզ չդրթեն, որ մենք գնանք ավելի վատ քայլերի։ Այսքան աշխատող մեզ է նայում։ Տղամարդիկ, կանայք մնացել են առանց գործ, ունենք շատ լավ ղեկավարներ, ես բոլորից շատ գոհ եմ, շատ մարդամոտ, ամեն հարցով մեզ աջակցել են, այսօր այս մարդիկ շիվարած մնացել են, ինչի համար, որովհետև մեր կառավարության անդամները որոշել են պլոմբեն 70 աշխատատեղ 15,000 հոգու թողեն առանց գործ։ Այդ ղեկավար անձանցից, այդ կառավարության անդամներից ով է այդքան բարերար աշխատանքներ կատարել, ով է այսօր պարոն Ծառուկյանի մեջ կոնկրետ հենց սպորտում այդքան առաջ տարել մեր մարզիկներին, այսօր սպորտ կոմպլեքսներն են փակել, մարդիկ պիտի գնան առաջնության, ինչի մասին է մտածում այս կառավարությունը, ես չեմ հասկանում, արդեն զզվել ենք, հնարավոր չի արդեն սենց, մեր ձայնը վերջի վերջո ինչ-որ մեկը պիտի լսի, բարձրաձայնենք մենք մեր ձայնը, թե պիտի լուռ մնանք, կուլ գնանք, ինչի համար, այսօր Փաշինյան իմ ընտանիքի համար ինչ է արել, որ ես լռեմ, ձեն չհանեմ, այսօր ես այդ մարդն է ինձ աշխատանք տվել, ինչքան կարելի է, հոգնել ենք արդեն։ Իսկ նման դեպքեր էլի եղել են, որ ստուգումներ Մեր գործանը միշտ էլ օրինական աշխատել է, իրանք անօրինական կերպով ներս են խուժել ու մեզ թողել են դրսում։ 9-10 ժամից ավել մենք ստուգումներ ենք ատել անմարդկային կերպով։ Մեր անձնական իրերն են նույնիսկ ներսում մենք չենք վերցրել։ Այդ կառավարությունը այդքան կար, բայց այսքան ժողովրդին ով է պատասխան տալու։ Եղել է, որ էլի ինչ-որ ժամանակով փակվի։ Ոչ։ Ես 4 տարի է այստեղ աշխատում եմ, 4 տարի է, երբևիցե չի եղել, որ գործանի դուռը իմ առաջ փակ լինի, ես չկարողանամ մտնեմ, իմ բնականոն աշխատանքը կատարեմ։